Հովհաննես Մկրտչի վկայությունը։ Հովհաննեսի վկայությունը այս էր. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան. «Դու ով ես»։ Նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»։ Նրան հարցրին. «Իսկ դու ով ես, Եղիան ես»։ Եվ նա ասաց. «Ոչ, չեմ»։ «Իսկ դու մարգարեն ես» հարցրին։ Նա պատասխանեց. «Ոչ»։ «Իսկ ասա մեզ, դու ով ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին, ինչ ես ասում քո մասին»։ Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեք Տիրոջ ճանապարհները, ինչպես ասաց Եսայի մարգարեն»։ Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։ Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչու ես մկրտում, եթե դու Քրիստոսը չես, ոչ էլ Եղիան ես, ոչ էլ մարգարեն»։ Հովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերը արձակելու իսկ արժանի չեմ ես»։ Այս բանը պատահեց Բեթանիայում, Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում։ Աստծու գառը։ Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա գառն Աստծու, որը վերցնում է աշխարհի մեղքերը։ Սա նա է, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալու, մարդը, որն ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար, իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկավ ջրով մկրտելու»։ Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որը երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա, իսկ ես չէի ճանաչում նրան։ Սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով։ Եվ ես տեսա ու վկայեցի. սա է Աստծո Որդին»։